Մի ընտանիք, որտեղ 3 անձ ունի տեսողության խնդիր, հաշմանդամություն, իսկ տան փոքրիկը 7 տարեկան է։ Այս ընտանիքն այսօր զրկված է միակ տանիքից։ 2025 թվականի օգոստոսի 4-ին Մասիսի տարածաշրջանի Խաչփար գյուղում ոստիկանները վտարել են Խուդայանների ընտանիքին այն տնից, որը տարիներ շարունակ եղել է նրանց միակ ապաստանը։ Տունը, որ սկզբում գնահատվել էր ավելի քան 39 միլիոն դրամ, 21 անհաջող աճուրդից հետո վաճառվել է ընդամենը 9 միլիոնով։ Պատահականություն թե հաշվարկված սխեմա։ Օրինաչափ սնանկության գործընթաց թե հնարավոր չարաշահում, որի հետևանքով սոցիալապես խոցելի ընտանիքը այսօր դարձել է համակարգի զոհ։ Այսօր գործարքի օրինականությունը քննվում է քրեական վարույթի շրջանակում, իսկ ընտանիքը դատարանում փորձում է անվավեր ճանաչել աճուրդի գործողությունները։ Մինչ իրավապահները պարզում են ով եւ ինչ պատասխանատվություն պետք է կրի, Խուդայաններն ապրում են վարձով, խոնավ եւ բորբոսնած պայմաններում։ Մեր նկարահանող խումբը փորձել է հասկանալ, ինչպես կարող էր տունը վաճառվել շուկայականից 4 անգամ ցածր գնով, եւ արդյոք այս պատմության մեջ կան նրանք, ովքեր պետք է այնուամենայնիվ պատասխանատվության ենթարկվեն։ 2025 թվականի օգոստոսի 4-ին ոստիկանները Մասիսի տարածաշրջանի Խաչփար գյուղում վտարեցին հաշմանդամություն ունեցող Խուդայանների ընտանիքին իրենց միակ բնակարանից։ Աճուրդ 21 փորձից հետո 69-ամյա Սերգեյ Խուդայանը կնոջ, 2 դստեր եւ թոռան հետ բնակվում էր Խաչփարում։ Ընտանիքի 3 անդամները Սերգեյ Խուդայանը, նրա կինը եւ աղջիկը ունեն տեսողական խնդիրներով պայմանավորված առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամություն։ Մյուս դուստրը օնկոլոգիական հիվանդություն ունի եւ 7-ամյա որդու հետ նույնպես բնակվում է այդ տանը։ Տարիներ առաջ վերցրած վարկերը չկարողանալով մարել, Խուդայանը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։ Տունը ներառվել է սնանկության զանգվածում եւ հանվել աճուրդի։ Մեկնարկային գինը սահմանվել էր 39 միլիոն 200 հազար դրամ, սակայն այդ գնով այն չի վաճառվել։ Ըստ նախնական տվյալների հայտարարվել է շուրջ 21-ից 22 աճուրդ։ Վերջի վերջո 0.157 հեկտար հողամասը եւ դրա վրա գտնվող շինությունները, 224.9 քառակուսի մետր բնակելի տունը, ավտոտնակը, լողարանը, ծածկը եւ կաթսայատունը վաճառվել են հարկադիր աճուրդով, շուկայականից շուրջ 4 անգամ ցածր գնով, մոտ 9 միլիոն դրամով։ Գործարքը եւ դրա օրինականությունը այժմ դարձել են քրեական քննության առարկա։ Անձը գրավադրել է գույք, սակայն ընթացքում չի հասցրել գրավները մարել, քանի որ ամբողջ ընտանիքով ունեն հաշմանդամություն, աղջիկներից մեկը նաև ունի օնկոլոգիական հիվանդություն, ով նաև ամուսնալուծված է եւ բնակվում է իր հայրական տանը։ Խնդիրը եկել է նրանից, որ գույքը շուկայականից էականորեն շատ ցածր գնով, մոտավորապես 9 անգամ ցածր գնով օտարվել է։ Դրանից հետո վաճառողը դիմում է ներկայացրել ոստիկանություն, որպեսզի անձանց վտարեն։ Ամբողջ խնդիրը հենց սկսել է այդտեղից։ Մենք ունենք վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենք, որով հստակ ասվում է, երբ որ վերադաս բողոք է ներկայացվում, վտարման գործընթացը օրենքի ուժով կասեցվում է եւ այս պարագայում արդեն դատարանի որոշում պետք չի։ Ինչ խնդիր է եղել հուլիսի սկզբներին 2025 թվականի արդեն դիմում պահանջ է ներկայացվել Մասիսի բաժնի ոստիկանների կողմից եւ տրամադրել են 25 օր ժամկետ, որպեսզի կամավոր ազատեն։ Սակայն այդ ընթացքում մենք օգտվելով օրենքի հնարավորությունից վերադաս բողոք ենք ներկայացրել ոստիկանապետին, որպեսզի արդեն վերադաս բողոքի հիման վրա վտարումը կասեցվի, մինչև որ դատարան դիմենք եւ դատարանի միջոցով ավելի երկարաժամկետ հայցի ապահովման միջոց ստանանք։ Ինչա տեղի ունեցել ոստիկանությունում անգործություն են ցուցաբերել ոստիկանության իրավաբանական վարչությունում եւ այդ դիմումին ընթացք չեն տվել եւ չեն զգուշացրել Մասիսի բաժնի աշխատակիցներին, որպեսզի վտարման գործընթացը ժամանակավորապես կասեցվի, ժամանակավորապես ասելով մենք ունենք օրենքով 1 ամսյա ժամկետ, այսինքն այդ 1 ամսյա ժամկետում, երբ որ արդեն վարչահարություն պետք է իրականացվի, որպեսզի ձեռնպահ մնան գործողություններ իրականացնելուց, այդ 1 ամսյա ժամկետում սակայն ոստիկանության կողմից անգործություն են դրսևորել։ Դատախազությունը վարույթ է նախաձեռնել պարզելու, թե արդյոք աճուրդի ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ
լրացումներ։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 2-րդ կետերով հրապարակային սնանկությունների անցկացման ընթացքում լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու հատկանիշներով։ Որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Քրեական հետապնդումը վերաբերում է սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանին։ Մինչև դատարան դիմելը ես եղել եմ մարզայինի մոտ, հարկադիրի մեր, մարզայինի մոտ, ինքը ինձ ասեց, Սերգեյ ջան ասեց, ես բարոյական չեմ համարել, որ ձեր նման ընտանիքի այդպիսի բան ելնի, ասեց, ես ինքս թույլ չեմ տվել, որ դա վաճառեն։ Հիմա դու կստանաս կասեցման թերթիկը, երբ որ կստանաք, կդիմեք դատարան, ասեց, ու դուք կազատվեք եւ այդ աշխատավարձիկով բռնագանձումից եւ այդ տան խնդրից ամեն ինչից կազատվեք։ Ես դրա իրանք են ինձ ուղղորդել, որ ես դիմել եմ սնանկության դատարան։ Սնանկության դատարանը ինձ ճանաչեց սնանկ, բայց գույքը թողեց կալանքի տակ։ Վահրամ Ապրեսյանը վերցրեց ծախեց։ Հիմա այնքան ես զարմանում եմ նաեւ Վահրամ Ապրեսյանի վրա։ Հիմա հարց առաջանում էլի Հայաստանում այսօր 25-30 հազար բռնագաղթված ընտանիք կա, որոնց եթե մեր խոսակցականով ասած փողը ձեռքը ինքը տուն է ման գալի։ Այդ ոնց եղավ այդ 24 թվից աճուր դրված ժամանակ 39 միլիոնից այդ տունը իջել դարել է 8 միլիոնի կարգի։ Այդ ոնց է այդ 25-30 հազար ընտանիքից որևէ մեկը չնկատեց, որովհետև իրանք եթե նկատեին, եթե այնտեղ ազնիվ լիներ այդ աճուրդը, իրանք այդ 2-3 հոգյանոց ընտանիքը նույնիսկ կարար այդ տունը առներ։ Այդ ոնց է այդ ոչ մեկը չնկատեցին, այդ Վազգեն Հովհաննիսյանը իր գտած մարդը էդի նկատեց։ Այդ իրավիճակում իմ հայտնվելու պատճառը եղել են 4 մարդիկ հիմնականում, ուղղակի ձևով, որոնք առնչվել են դա հետ, որոնց արարքի մեջ եղել է միտում, որ գա հասնի այս վիճակը, որովհետև իրանք դա կվաճառեն, իրար մեջ կբաժանեն, ինչ կանեն, իրանք շատ լավ գիտեն ինչ են անում։ Հիմա տեսեք, դա մեկը մեր Մասիսի տարածաշրջանի հարկադիր ծառայությունն է, երկրորդը դա եղել է, երկրորդ փուլը գնացել է իմ գործերը սնանկության դատարան, այդտեղ սնանկության դատարանի կողմից նշանակված, սնանկության գործերի կառավարիչն է, երրորդը եղել է Հայ բիզնես բանկի ինձ, որտեղ իմ տունը գրավադրված է եղել։ Հարցը, որը այժմ քննվում է իրավապահների կողմից, հետևյալն է. արդյոք աճուրդների բազմակի ձախողումից հետո գնի նման նվազեցումը եղել է իրավաչափ եւ հիմնավորված շուկայական գնահատմամբ, թե առկա են դիտավորյալ չարաշահման տարեր։ Համոզմունք ունենք, որ գործել է ընդհանուր միած սխեմա, որպեսի այդ գործընթացը հասցնեն վերջում, որովհետև մենք բազմիցս այդ օրը օգոստոսի 4-ին լավ հիշում եմ, բազմաթիվ անգամ փորձել են կապեր հաստատել ոստիկանության իրավաբանական վարչության հետ, սակայն մեր զանգերին չեն պատասխանել կամ զանգելուց հետո մեզ տեղեկացրել են, որ պատասխանատու աշխատակիցը բացակայում է աշխատանքի վայրից, ճիշտ ասած առաջի անգամ եմ ես տեսնում, որ որևէ մի գերատեսչություն մենք զանգենք եւ իրավասու աշխատակցի այդտեղ չգտնվելու հետևանքով գործը առաջ չգնա։ Փորձել եմ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների հետ հաստատեմ այնտեղ պետի եւ խնդրել եմ, քանի որ մենք հնարավորություն չունենք, այդ դիմումի առկայությունը արդեն կար ապացույց, որ դիմումը գնացել է, մակագրվել է, կատարողի անուն նույնիսկ ունենք, խնդրել եմ, որպեսզի իրենք, քանի որ հնարավորություն չկա, իրենք գոնե գոլեգաները ներքին խողովակներով ինչ որ մի ձև։ Մի քանի անգամ փորձել եմ կապ հաստատել նաեւ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների, նաեւ պետի հետ ինձ միացրին, սակայն ոչ մեկ ցանկություն չունեցավ այդ ընթացքում իրենց ներքին խողովակներով կամ որևէ մի ձև կապ հաստատեն ոստիկանության իրավաբանական վարչության հետ, հասկանալու համար, թե դիմումի ընթացքը ինչպես է, եւ մենք չենք էլ պնդում, որ այդ դիմումը անպայման պետք է վարույթ հարուցվեր կամ առհասարակ այդ դիմումը անտեսել էին, գցել էին մի կողմ կամ այդ դիմումը չէին ցանկացել ընթացք տային, որովհետև 25 օրվա ժամկետում նույն մենք այնտեղ մի 15 օր արդեն ունենք, որ պետք է վարույթ հարուցվեր, իսկ օրենքով ասում է, երբ որ դիմումը գնաց, այդ դիմումը
տալու պահից վարույթը համարվում է հարուցված։ Եթե մենք ունենք արդեն դատավարության մեջ որևէ ժամկետներ, վարչական վարույթի մեջ ավելի սեղմ են այդ ժամկետները եւ գործընթացը ավելի պարզ է։ Եվ արդեն դիմումի մուտքագրումը, արդեն երբ որ մենք տեսնում ենք request համակարգով դիմում մուտքագրվել, այդ պահից պետք է գործողությունները կասեցվեր։ Դիմեցինք դատարան, այն ժամանակ իմ պարտքը այդ փաստաբանը հաշվել էր, եղել էր 14 միլիոն։ Հենց եկավ հասավ Ապրեսյանին, մի ամսվա ընթացքում դարձավ 17 միլիոն։ Ապրեսյանը եկավ, Վահրամը ինձ ասում է, բա 17 միլիոն ինչ որ բան է, եթե մեր 10%-ն էլ գումարենք, կլինի մոտ 20 միլիոնի կարգի, սա էլ լավագույն դեպքում քեզ 7 տարի ժամանակ տանք, 4 գումարած 3, ինչ որտես տարբերակ կա, ինքը ասեց, 4 գումարած 3, այդ կլինի մոտ 84 ամիս, չէ, 7 տարի, ասում եմ միևնույնն է, դու դա չես կանես, քանի որ ինքը գումարեց իրար բաժանեց, ես իրան ինչ անում, ու ստացավ ամսական 230,000 դրամ։ Հիմա ես ինչի համար եմ այդ պարտատերի ժողովի վրա կենտրոնամ։ Հիմա եթե ինքը ինձ կանչած ելներ այնտեղ, այդ ժամանակ, եթե իրանք, ասենք, տոկոսները ենթադրենք հանեին եւ այլն, հնարավոր է, չէ՞ որ տեսականորեն անեին այդ մարդիկ ընդհանրаж գնային, որտեղ դե բանկերը շատ ժամանակ անում են, էլի։ Հիմա իմ պարագայում ավելի մեծ էր հնարավորությունը, որ իրանք կանեին դա։ Հասկանում եք, այդ ժամանակ իմ պարտքը կլներ ոչ թե 17 միլիոն Վահրամն էլ բանը ինքը իրան ծախսը գումարի անի 20 միլիոն, այլ այն ժամանակ կլներ ոչ ավել քան 10 միլիոն։ Ընտանիքի շահերը ներկայացնում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց օրակարգ ԿԿԻ փաստաբան Գայանե Գևորգյանը։ Վերջինս սնանկության դատարան հայց է ներկայացրել, պահանջելով աճուրդը ճանաչել անվավեր։ Փաստաբանի միջնորդությամբ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց, արգելելով գույքի հետագա վաճառքը, մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Աճուրդի անցկացման պահանջները, կարգը փաստաբանների խոսքով հանրամատչելի չեն եղել հաշմանդամություն ունեցող անձ հանդիսացող ընտանիքի անդամների համար, ինչի հետևանքով էլ քաղաքացիները զրկվել են դրանց մասին պատշաճ տեղեկատվություն ստանալուց, որն էլ իր հերթին հանգեցրել է նման սուղ իրավիճակի։ Կառավարիչը, որ նշանակում է աճուրդներ, պարտավորվում է հատուկ կարգով ծանուցի հրապարակային աճուրդի վերաբերյալ ծանուցի կողմին, ինչպես նաև շահագրգիռ անձանց։ Ունենք երկու, օրենքի պահանջ, ոնց պետք է հենց աճուրդը անցկացվի եւ այն է, որ հրապարակային սակարկությունները անցկացվում են եւ հրապարակվում է ազդարար.am-ով եւ լրատվական զանգվածային լրատվական միջոց։ Այս դեպքում մենք ունենք խնդիր, երբ որ կառավարիչը միայն ու միայն ազդարար.am-ով է հայտնի դարձրել։ Սակայն ունենք նաև այլ խնդիր, որ անձը միջև աճուրդին ներկայացրել է կառավարչին դիմում, խնդրելով, որ խնդրում եմ ինձ ծանուցեք էլեկտրոնային հասցեի միջոցով, նշելով էլեկտրոնային հասցեի տվյալները, սակայն որևէ ծանուցում էլեկտրոնային չի եղել անձին։ Եվ քանի որ անձը ունի առողջական խնդիր, այն է տեսողական խնդիր եւ գրեթե չի տեսնում, առաջի խմբի հաշմանդամ է եւ գրեթե չի տեսնում, ապա այս առումով ունենք բաց եւ անձին հասու չէր այն տեղեկատվությունը, որը իր գործի շրջանակներում կատարվում է, այսինքն թե նախապատմության իրավունքը չի եղել ապահոված անձին եւ նրա ընտանիքի անդամներին, այդ հանգամանքները չեն եղել։ Բացի այդ քաղաքացիական դատավարությունը հստակ սահմանում է, եթե անձը ունի տեսողական խնդիրներ, ապա այն դատական ակտերը պետք է լինեն իր վերաբերող դատական ակտերը պետք է լինեն անձին հասու։ Սույն դեպքում որևէ ուշադրություն չի դարձվել այդ հանգամանքի վրա եւ որևէ կերպ մատչելի չի դարձվել դատական ակտերը անձի համար։ Նշեմ նաև, որ ազդարար.am-ը ունի հատուկ հագեցվածություն, տեսողություն ունեցող խնդիրներ ունեցող անձանց մատչելի դարձնել կայքը, ոչ ձայնային, ոչ թույլ տեսողությամբ հատուկ կարգավորման հետ կապված։ Եվ այդ ամբողջ խնդիրներով եւ պահանջով մենք դիմել ենք սնանկության դատարան աճուրդը անվավեր ճանաչելու եւ որպես հետևանք արդեն արձանագրությունը եւ պայմանագիրը կնքված անվավեր ճանաչելու հետ կապված։ Կարելի է չէ գոնե զանգել ամեն անգամ աճուրդը կայացավ, իջավ, կարելի է չէ տնտեսին տեղյակ պահել ինձ։ Դա էլ չեն արել իրանք։ Հասկանում եք։
Ես նույնիսկ այսօր մինչև հիմա կասկածում եմ, որ այդ գումարի մասին, որ իրանք ինձ վերջում թուղթ են ուղարկել, դա անցած տարի հունիս ամիսն էր երևի, որ վաճառել ենք այսքանով ու գումարը տվել են Հայ բիզնես բանկին փաստորեն։ Դեռ մի քիչ էլ պակաս, ինչքան որ ինքը ուզել էր Հայ բիզնեսը պարտատերերի ժողովի ժամանակ։ Մի կողմից եթե չկա դիտավորություն, ում ինչ որ հանցավոր սխեմա է գործում, որովհետև գույքը առաջին անգամ է պրակտիկայի մեջ տեսնում, որ աճուրդում 9 անգամ ցածր գնով վաճառվի ու առաջարկ չկատարվի հենց իր սեփականատիրոջը։ Խուտայանների տան գնորդը Վազգեն Հովանիսյանն է, որը մեր ունեցած տվյալների համաձայն վերջին տարիներին հարկադիր աճուրդներով ձեռք է բերել մի շարք անշարժ գույքեր, որոնց մի մասը հետագայում վերավաճառել է։ Սերգեյ Խուդայանը պատմում է, որ իրեն առաջարկվել է գումարի դիմաց լքել տունը, սակայն ինքը հրաժարվել է։ Գնորդը ինքը այնտեղ գործիք է, փաստորեն, որի անունով անում են, ձևակերպում են սա, իրան տալով երևի մի քանի կոպեկ կամ չգիտեմ ինչ, որովհետև ինքը այսօր այնտեղ տեսանյութերից է շատ լավ երևում, բայց ինքը այն մարդը չէր, որ կարողանար 9 միլիոն, 8 միլիոն, 9 միլիոն տալ ու տուն արտել, ինքը չէր կարա դա անել, դա ինչ որ մեկը այդ գումարը տվել է իրան, որ ինքը առնի, նա չէր կարա, հետեւաբար ինքը նույնպես այսօր համարվում է այդ հանցանքի շղթայի օղակներից մեկը։ Ու ես հույս ունեմ, ոնց որ հիմա մեղադրանք կա սնանկության կառավարիչի նկատմամբ, վաղը մյուսեր հավանաբար այս գործը, որ դատան լսվի, իմ խնդրանքով պետք է անդրադարձ լինի նաև դրան։ Ինձ զանգեց, զանգում է փակ համարով։ Ստեղից հարց առաջանում, ինչ ես դու փակ համարով զանգում, եթե դուք ազնիվ եք։ Ինչի ես ինձ առաջարկում $5,000 փող կտանք մենք քեզ, հետո էլ ինչ է, տնամեր թողամաս չգիտեմ որտեղ, հոկտեմբերյան թե որտեղ, մի քանի ամսվա էլ 5-6 ամսվա ինձ առաջարկվում էր բան, էս տան բարձ։ Հիմա եթե դուք ազնիվ եք, ինչ եք այդ ինձ առաջարկում, շանգմա շատ պարզ, եթե նայենք, բանականության մոտենանք, մի խորանանք, դա կաշառք է համարվում։ Հենց դրա համար էլ ինքը ես այն կարծիքն եմ, որ հիմա վաղը կլինի, միսօր կլինի, երբ կլինի, ինքն էլ կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում։ Փաստաբանի խոսքով նա մեկ անգամ հրավիրվել է քննչական կոմիտե, սակայն պաշտոնական հարցաքննություն դեռ չի իրականացվել։ Զույն գործի շրջանակներում տեղեկացել ենք, որ քրեական հետապնդում է արկա, սակայն Սերգեյ Խուդայանը որևէ կարգավիճակ չունի եւ վերջինիս իմ տեղեկություններով մեկ անգամ քննիչի կանչով ներկայացել է քննչական մարմին, սակայն որևէ կարգավիճակ կամ որևէ քննչական գործողություն չի իրականացվել, կարգավիճակ անձը չունի, օֆիցիալ ծանուցում չկա այդ գործի շրջանակներում եւ անգամ Սերգեյ Խուդայանը այդ գործի վարույթի ընթացքում դժոխ դեռևս չի ճանաչվել։ Մենք հուսով ենք, որ այս ենթադրյալ, այսպես ասած, հանցավոր սխեման, եթե այն արկա է, օբյեկտիվ քննության արդյունքում վարույթ իրականացնող մարմնի միջոցով կբացահայտվի։ Սերգեյ Խուդայանը մինչ այժմ տուժողի կարգավիճակ չունի։ Փաստաբանի խոսքով նա մեկ անգամ հրավիրվել է քննչական մարմին, սակայն պաշտոնական հարցաքննություն դեռ չի իրականացվել։ Ավելի ուշ արդեն քրեական վարույթի շրջանակում քննիչի հետ հանդիպման ժամանակ ըստ Խուդայանի վերջինիս հիշեցվել է գնորդի առաջարկի մասին, ինչը եւս մեկ անգամ կասկածներ է հարուցել։ Ինչ քննիչը կանչել է, ես ենթադրում եմ, որ դա այդ նոյեմբերին դատախազության հետազոտությունների արդյունքը երբ որ հրապարակվեց, հետքում ինձ թվում է սա դրա քննիչը որ կանչել է, դրա շարունակությունն է։ Ուրեմն քննիչը ինձ ցույց է տալի մի այսքան թուղթ, ասում է այդ տղան ով է առուծախով է իֆտես գամ ան դելա բիզնես, բայց դա իրականում բիզնես չի, էլի բիզնեսը նա է, որ դուք աշխատում եք գումար, որևէ մեկին վնաս չեք տալիս, եթե դուք բիզնեսը համարում եք մեկին վնաս տալը բիզնես, ես չգիտեմ, այդ արդեն ժողովուրդը դրա գնահատականը կտան լսողները, իջև չէ։ Վտարումից հետո Խուդայանների ընտանիքը տեղափոխվել է հարակից Հայանիստ գյուղ եւ բնակվում է վարձով ամսական 100,000 դրամով։ Մեր նկարահանող խումբն այցելեց այդ բնակարան, տունը խոնավ էր, պատերը բորբոսնած։ Դրա հետևանքով 7-ամյա թողնիկը արդեն հասցրել է թոքաբորբով հիվանդանալ։ Քանի որ Սերգեյ ուսուցիչ է, իր աշակերտուհու տանը, հետո դրանից հետո արդեն վարձակալական հիմունքներով, այս պահին նույնպես վարձակալական հիմունքներով իրենց գյուղի կողքի գյուղում վարձակալական հիմունքներով իրենք բնակվում են, ունեն շատ ծանր
թե առողջական խնդիրներ, թե ֆինանսական խնդիրներ, ծանր լսողություն, տեսողության հետ կապված, բայց դրա հետ մեկտեղ նաև շատ գրագետ ընտանիք են։ Ես առաջի անգամ եմ տեսնում, որ մարդը այդ խնդիրներով չի ընկճվում, այլ ինքն է ընդհակառակը պայքարում։ Երբ որ իրավաբանին շատերին հարցնում ես, ասում ես ինչի՞ ես ասենց, ախստան նորմալ չի կարալնի։ Դա բարոյական չի, էլի։ Տեսեք, այն օրը ես լսում եմ հանցանքի հետքերով հաղորդումը, Իմիջայլոց կենտրոնի։ Տաթևիկ չէ, կարծեմ որ վարում է։ Ինքը կանչել է մասնագետ ու ինքը բացատրում է ինչ-որ օրենքի մասին, ինչ-որ խնդիր կար, եկել բարձրանում է։ Ինքը ասում է ելնելով մարդասիրական նկատառումներից, այսինքն դա չի նշանակում, որ իրավաբանության մեջ գործում է 4 օրենքը միայն, այդպես չի։ Ասենք տեղեր կան, որ կան նյուանսներ, որտեղ հա դա էլ արվել է նրա համար օրենքում, որ պաշտոնյան օգնի քաղաքացուն, ոչ թե օգնի ինքը իրան։ Հասկանում, դա դրա համար է արված։ Հիմա երբ որ իրավաբանին հասնում ես շատին, զարմանում ես, էլի որ կասկածում ես, որ արդյոք իրավաբանի հետ գործնես։ Ասում է, դե մենք օրենքներով ենք շարժվում, մենք բարոյական օրենքներով չենք շարժվում։ Ասում եմ, լսի, օրենքը օդից է անգնում։ Ցանկացած օրենսդրության մեջ հոդված հենված է բարոյական արժեքների մի տարրի վրա դա հենված է, հիմնավորված է դրանում։ Օրենքը օդից չի ընկնում։ Ոնց կարող է այդպես բան։ Ախր բաներ կա իրավաբանության մեջ, նույնիսկ ասում եմ, իրավաբան պետք չի ելնել դա հասկանալու համար։ Ես կասկած անգամ չունեմ, որ այնուամենայնիվ գտնվելի է էլի այն մարդը, որ իմ ու իրանց տարբերությունը այս երկրում զգալու է։ Թեկուզ այս երկրին պիտանելիության առումով։ Ես ասում եմ, իրանց մի սխալ քայլով իրանք մի ամբողջ ընտանիք կարան դժբախտացնել։ Իմ մի վճռական քայլով, հա, մի քանի տասնյակ չտեսնող երեխաներ, որ այսօր ամբողջ աշխարհի համար է խնդիր դա։ Իրանք կերջանկանան։ Ինձ թվում է, գոնե այդ մի բանը հաստատ ինչ որ մեկը կլինի, դա կգնահատի։ Եվ վերջապես կհասկանա, որ ես իմ թշնամին չեմ, էլի, որ թողնեմ ու այս վիճակի ընկնեմ։ Այս իմ 7 տարեկան թոռը ասում եմ, գնալու է բանակ, որ ինքը կանգնեց սահմանին, ինչ մտորումներով է կանգնելու այնտեղ։ Պաշտպանում է այն մարդկանց, որ խաբելով պապիկի ձեռից տունը վերցին, ինքը փողոցում մեծացավ, որը ասում եմ, որպես հայի նկատմամբ արած, սա ավելի շատ վատ բան է, քան այն թուրքերը, որ արեցին այդքան մեր հայրենակիցների նկատմամբ։ Հլնա գոնե գիտես թշնամիտ է, բասա։ Քննությունը շարունակվում է, հարցը մնում է բաց։ Արդյոք 9 միլիոն դրամով վաճառված տունը պարզապես սնանկության գործընթացի հետևանք էր, թե համակարգային խնդրի հերթական դրսևորումը, որտեղ սոցիալապես խոցելի ընտանիքը դարձավ պարտքի եւ գործընթացային անթափանցիկության զոհ։ Օդում մնացած մի շարք հարցեր, որոնց բոլոր գնահատականները կտրվեն դատարանում։ Իսկ մենք կշարունակենք հետևել այս քրեական գործի ողջ ընթացքին եւ հետագա մեր թողարկումներում անդրադարձ կատարել այս ընտանիքի պատմությանը, ներկայացնելով նոր հանգամանքներ։